Էրզրումը մի քանի անվանում է ունեցել՝ Կարին, Թեոդոպոլիս, Արզրում։ Կարին անունը գիտնականներից ոմանք բխեցնում են Կարենիտիս ցեղանունից։ 387 թվականին բնակավայրն անցավ հռոմեացիներին և 421-ին Թեոդոսիոս II կառուցեց Նորբերտ, իսկ քաղաքն անվանեց Թեոդոսոպոլիս։ Արաբների տերապետության շրջանում այն կոչվեց Կալիկալա։ 1049-ին Սելջուկ Տուրղիլի կողմից արձնի գրավումից հետո Կարին գաղթածները նրան տվին իրենց քաղաքի անունը և կոչեցին Արզն Ար-Ռում, այն է հունաց Արզն, Արծն, այստեղից էլ Արզրում, Էրզրում։ Առժամանակ այն եղել է Բագրատունիների, ապա Զաքարյանների վերահսկողության ներքո, հետո նվաճել են մոնղոլները, թուրքմենական ցեղերը, 1480-ին պարսիկները, 1514-ից օսմանյան թուրքերը։ Սակայն Կարին Էրզրումը միշտ էլ եղել է հայաշունչ քաղաք։ Ներկայիս Էրզրում քաղաքում հին Կարինից, հայկական Կարինից քիչ շենքեր են պահպանվել, բայց այնուամենայնիվ կան։ Դրանցից մեկը ահասա է։ Ժամանակին այստեղ տեղավորված է եղել Դաշնակցության տունը, նաև Հառաշ թերթի խմբագրությունն ու տպարանը։ Այս շենքի դեմ դիմաց է նաև հայկական եկեղեցին։ Առաջի խմբագրատունը հիմա անշուք, լքված տեսք ունի։ Առաջին հարկում էլ ինչ-որ շինանյութի խանութ է։ 100 տարի առաջ այն հայության մտավորական մասի ամենօրյա հավաքատեղիներից էր, ուր եռում էր հասարակական քաղաքական կյանքը։ Իսկ ինչ ասի եկեղեցին, որ մզկիթի վերածված, թեև կանգուն է ու բարվոք, բայց մի տեսակ անշունչ է, անհոգի։ Հայության հետքերն իրոք ջանադրաբար մաքրվել են, չկան բազմաթիվ եկեղեցիները։ Մշակութային, հասարակական, տնտեսական ընկերությունների, միությունների շենքերը հայերի մեկնելուց հետո սեփականվել են, էլ չենք ասում մեծահարուստ հայերի առանձնատների, ֆաբրիկաների, հյուրատների, արհեստանոցների, պանդոկների մասին։ Ներկայիս մոտ 400 հազարանոց քաղաքը առանձնահատուկ ոչինչ չունի, չհաշված իհարկե Բերդն ու մզկիթները, սովորական արևելյան թուրքական քաղաք է։ Չլինեն մեր հայերիս հետ կապված պատմություններն ու իրադարձությունները, հենց այնպես տեսնելու, զմայլվելու համար երևի թե չգաս։ Պարզապես Էրզրումը մեզ համար Կարին քաղաքն է, մեր պատմության հարազատ ու անբաժանելի մասը։ Իսա իհարկե Կարին քաղաքի հանրահայտ Սանասարյան վարժարանի շենքն է։ Ավելի ճիշտ այսպես ասենք, Սանասարյան վարժարանի վերջին ու գլխավոր մասնաշենքերից մեկը։ Մնացածը քանդվել է։ Ինչու է պահպանվել այս շենքը, իհարկե քիչ անց ես կհայտնեմ, բայց նախ անդրադառնանք մի փոքր Սանասարյանի պատմությանը։ Բացվել էր 1881-ին Թիֆլիսեցի Պետերբուրգաբնակ պաշտոնաթող սպա Մկրտիչ Սանասարյանի ֆինանսավորմամբ, մարդ, որ ողջ ունեցվածքը հետագայում կտակեց վարժարանին։ Առժամանակ վարձու շենքում, առաջնորդարանում, Հռիփսիմյան վարժարանում գործելուց հետո վերջնական նստավայր դարձավ Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարող տարածքը, ուր կառուցվեցին գլխավոր և օժանդակ մասնաշենքերը, ինչը հնարավոր դարձավ կտակի հասույթները խելամիտ գործածելու շնորհիվ։ 60,000 ռուսական ոսկի հիմնական դրամագլխից 19,000-ով իջևանատուն էր գնվել Պոլսում և տրվել վարձով, իսկ մնացյալը Պետերբուրգի բանկերում արժեթղթերի տեսքով կայուն եկամուտ էր ապահովում։
1899-1980-ական տարում կրթօջախը պետության կողմից ճանաչվեց որպես բարձրագույն նախակրթարան և միջնակարգ վարժարան, որով շրջանավարտներին իրավունք տրվեց առանց քննության ընդունվել Թուրքիայի պետական համալսարաններ։ Բացի գրաբարից և աշխարհաբարից, թուրքերենից դպրոցում ուսուցանվում էին ֆրանսերեն և գերմաներեն, կրոնական առարկաներից զատ, հայոց, օսմանյան և ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, բնագիտություն, թվաբանություն, երկրաչափություն, եռանկյունաչափություն, ունեին մինչև իսկ սահադաշտ, այնքան լավ, որ եվրոպացի հյուպատոսներն ու այլ պաշտոնյաները գալիս էին չմուշկ քշելու։ Մարզադահլիճ, Կարինից 25 կիլոմետր հեռու Խաչափայտի լեռներում ամառային ճամբար և այլն։ 1912-ին որոշ անհասկացության պատճառով Պոլսի հոգաբարձուների խորհուրդը կաթողիկոսի համաձայնությունն առնելուց հետո որոշում է Սանասարյան վարժարանը փոխադրել Սեբաստիա։ Իմանալով այդ մասին, Կարինի հայությունը վարժարանների ընդհանուր տեսուչ Ռոստոմ Զորյանի գլխավորությամբ դեմ է կանգնում որոշմանը։ Գույքի մի մասը թողնվում է տեղում և շուտով նույն շենքում գործել է սկսում նոր Սանասարյան անվամբ վարժարանը, իսկ Սեբաստիայում Սանասարյան գիշերօթիկը։ Ավաղ, երկուսին էլ դժբախտ ճակատագիր էր վիճակված։ 1914 թվականի ամառն էր, հուլիսի վերջը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը Կարին քաղաքում հենց Սանասարյան վարժարանում է գումարում 8-րդ ընդհանուր ժողովը, և սա առաջին անգամն էր, որ կուսակցության ժողովը տեղի էր ունենում բուն հայրենիքում։ Նախորդը ճիշտ է, որոշել էին անցկացնել Վան քաղաքում, բայց իշխանությունները վերջին պահին չթույլատրեցին և այն տեղի ունեցավ Պոլսում։ Այսպես 8-րդ համագումար։ Մասնակիցներից Սիմոն Վրացյանի հավաստմամբ ժողովն իր ուշադրության և աշխատանքի գլխավոր մասը նվիրեց երկրին, նրա ներքին կազմակերպությանը, հողային խնդրին, արտագաղթին, կառավարության վարած հակահայ քաղաքականությանը, ինքնապաշտպանությանը, բարենորոգումներին։ Ու դա բնական էր։ Թուրքիան դժկամորեն, բայց ստորագրել էր բարենորոգումների ծրագիրը, սրված էին հարաբերությունները երիտ թուրքերի և հայ հեղափոխական դաշնակցության միջև։ Շրջանառվող լուրերը սկսվող պատերազմի մասին հաստատվեցին օգոստոսի 1-ին։ Երիտ թուրքերը տեղեկացված էին ժողովի անցուդարձին, մինչև իսկ ռուսաց հյուպատոսարանում նիստերից հետո գումարվող հավաքներին, մինչդեռ մերոնք անգիտակ էին նրանց ծրագրերին։ Որտեղից իմանային, որ օգոստոսին Թուրքիան գաղտնի պայմանագիր է կնքել Գերմանիայի հետ և պատրաստվում է պատերազմի, ու դրանով է պայմանավորված Բեհայեդդին Շաքիրի և Նաջիբեի բանակցելը ժողովականների հետ, առաջարկով միասնական ճակատով դուրս գալ Ռուսաստանի դեմ։ Դաշնակցության ղեկավարները նախ ջանացին համոզել, որ թուրքական պետության համար օգտավետը չեզոքությունն է և ոչ պատերազմը, իսկ եթե այնուամենայնիվ երկիրը ներքաշվի կռվին, Թուրքիո հատվածի բոլոր անդամները լրիվ կերպով կկատարեն իրենց պարտքը հանդեպ պետության։ Ինչ վերաբերում է կովկասահայերին, դաշնակցությունը չի կարող հանձնառություն ստանձնել նրանց ապստամբեցնելու։ Շաքիրը դավաճանություն անվանելով հոհիդապահվածքը քայլեր ձեռնարկեց Էրզրումում գտնվողներին ձերբակալելու, բայց մերոնց հաջողվեց խույս տալ, իսկ որոշումը Լեոյի բնութագրմամբ մնաց մեռած տառ, քանզի Կովկասում աղմկալից թափ էր առել կամավորական շարժումը։ Մեջբերումը նրա անցյալից հուշագրքից է, որ փողոցեն անցնեիր և չլսեիր մեծի թե փոքրի բերնից, Անդրանիկը քաջ, յուր ընկերներով, կուզե պատերազմ, կսպասե գարնան։ Պատերազմը, որ հայոց համար պիտի դառնար մահաբեր, արդեն սկսվել էր։ «1916 թվականի ձմեռն էր, ընթանում էր առաջին աշխարհամարտը։ Օդի ջերմաստիճանը ցերեկները -15, գիշերները -30, և ահա նման պայմաններում ռուսական զորքը լեռներով մոտենում էր Էրզրում քաղաքին։ Թուրքերը 2 տարում ամրացրել էին քաղաքը, բերդը, միջնաբերդը։ Շրջապատվող լեռների վրա կառուցել էին բազմաթիվ ֆորպոստեր, որից 11-ը միայն Դավաբոյինի լեռնաշղթայի վրա։ Քաղաքում կար 100 հազարանոց զորք, որ տեղափոխել էին Դարդանելի օպերացիայից հետո։ Գումարեք նաև 200 գերմանական արտադրության թնդանոթները։
Ռուսները օպերացիան սկսում են հունվարի 28-ին եւ ավարտում հաղթանակով փետրվարի 3-ին։ Բարեբախտաբար նրանք այդ ամենը մանրամասնորեն նկարահանել են եւ այսօր մենք շնորհիվ Հայաստանի ազգային արխիվի հնարավորություն ունենք նաեւ դիտելու։ Վերջին 100-ամյակում երրորդ անգամ էր ռուս զինուժը մտնում Էրզրում 1829-ին, 1878-ին եւ, ինչպես ասվեց, 1916-ի փետրվարի 3-ին։ Ըստ Արմյանսկի Վեստնիկ շաբաթաթերթի տվյալների, գերի էր վերցվել 235 սպա, 12753 զինվոր, 9 դրոշ, 325 հրանոթ, պահեստներ լի մթերքով, զենքով, հանդերձանքով։ Զոհերի թիվը անցնում էր 60,000-ից։ Ռուսական բանակի կորուստներն Էրզրումի օպերացիայում ընդունված է համարել 20,000 սպանված եւ վիրավոր։ Քաղաքը տաճիկների ձեռքով չի այրված, այրել են հայկական եկեղեցուն կից դպրոցը, առաջնորդարանը, շուկայի մի մասը եւ մի քանի զորանոցներ։ Ռուս զորքերի մտնելուց հետո է սկսվում հրդեհը։ Ռուս իշխանավորների վերաբերմունքը դեպի տեղական տաճիկ ժողովուրդը բարեկամական է, դեպի հայերը պարզ կերպով թշնամական։ Մեջբերում է Հայոց ազգային ժամանակավոր բյուրոյի փոխնախագահ Հովսեփ Խունունցի փետրվարի 23-ի գաղտնի զեկույցից է։ Համառուսաստանյան քաղաքների միության գլխավոր կոմիտեի անդամ Բուրիշկինը եւս գրավյալ վայրեր այցից հետո Էրզրումի մասին Արմյանսկի Վեստնիկի թիվ 7-ում տեղեկատվություն է թողել քաղաքացիական բնակչության մասին։ Ըստ նրա 120,000 բնակչից ռուսների գրավումից հետո մնացել էր 1000-ի չափ մահմեդական եւ շուրջ 200 հայ։ Էրզրումի գրավումը կարևոր նշանակություն ունեցավ կովկասյան ռազմաճակատի համար։ Անցնում է 2 տարի, ընթացքում կարևոր ու հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Օրինակ, ասենք ռուսական 2 հեղափոխությունները։ 1917 թվականի դեկտեմբերին Երզնկայում կնքվում է զինադադար, սակայն թուրքերը 18-ի հունվարին խախտելով այն առաջ են շարժվում եւ գրավում նույն Երզնկան տրապիզոնը։ Մերոնք հայերը, որ մնացել էին մենակ թշնամու առաջ, ինչ գնով էլ լինի, որոշում են կասեցնել թշնամու առաջխաղացումը Էրզրումում։ Կարինի պաշտպանությունը վստահվում է Զորավար Անդրանիկին։ Անդրանիկը Կարին ժամանեց փետրվարի 18-ին եւ նույն օրը ստանձնեց ամրոցային շրջանի պետի պաշտոնը։ Միասնական ղեկավարում չկար։ Արկա զինուժը 3500 սվին, 24 գնդացիր, 2 մարդկոց հրետանի, 400-ից ավելի սպասարկող կազմով մի կողմից ենթակա էր Կովկասյան ռուսական բանակի գլխավոր հրամանատարությանը, մյուս կողմից Սեյմին, որում իշխող դիրք ունեին վրացիները։ Իդեպ անառիկի համբավ ունեցող բերդի 400 թնդանոթներից 20-ն էին գործող։ Ընդհանուր տրամադրությունը պարտվողական էր, դեր էին խաղում թե հոգնածությունը, թե անկազմակերպվածությունը, թե քաղաքական առումով անորոշությունը։ Հարձակվող հակառակորդն ուներ 3000 սվին, 10 գնդացիր, 12 լեռնային հրանոթ, 2000 քուրդ, թուրք, տեղացի զինյալ, որոնց աջակցում էին շրջակայքի 20,000 կրոնակիցները։ Տեղային որոշ մարտերից հետո փետրվարի 25-ի կեսօրին հակառակորդը սկսեց հարձակումը եւ հայկական շարքերը երերացին։ Սկսվեց նահանջը դեպի Բերդաքաղաք։ Այն կարելի էր պաշտպանել, սակայն զորանոցներում գտնվողները մղվում էին դեպի Կարսի դարպասները ոչ թե կռվելու, այլ ճողոպրելու։ 26-ի գիշերը հարյուրների հաջողվեց փախչել։ 27-ին հակառակորդը հարձակումը 2 զորասյուներով սկսեց Բերդի վրա։ Ապստամբեցին քաղաքի թուրքերը, ծայր առավ հրացանաձգությունը, սկսվեց խուճապ։ Երեկոյան քաղաքը ընկավ թուրքերի ձեռքը։ Դիմադրություն կար կղզյակների տեսքով։ Օգտվելով խավարից, քաղաքից ու Բերդից հեռացան վերջին բնակիչները։ Ժողովրդի նահանջի կազմակերպումն ու ապահովումը դրվեց Սեբաստացի Մուրադի վրա, որով էլ ավելի նոսրացան պաշտպանվողների շարքերը։ 28-ի առավոտյան սկսվեցին վերջին հուսահատ մարտերը, սակայն սա վերջն էր։ Կարինն անցավ թուրքերին։ Հիմա այն մասին, թե ինչու է այսքան լավ պահպանվել Սանասարյան վարժարանի շենքը, հիմա այն թանգարան է։
Բանն այն է, որ 1919 թվականի հուլիսի 23-ին հենց Սանասարյան վարժարանի շենքում է տեղի ունենում Արևելյան վիլայեթների պաշտպանության ընկերության առաջին ժողովը, որից էլ սկիզբ է առնում քեմալական միլի շարժումը։ Շենքը խնամված, նորոգված շողշողուն է։ Ներսում լուսանկարներ, փաստաթղթերի պատճեններ, պաստառներ, կարգախոսներ են։ Պարզ է, պատմում են երկշաբաթյա համաժողովի, Սանասարյան վարժարանի աշակերտական սեղան նստարաններին բազմած 54 պատվիրակների, երկու գլխավոր դեմքերի՝ Քազիմ Կարաբեքերի ու Մուստաֆա Քեմալի և նրանց գերագույն նպատակի՝ Թուրքիայի ամբողջականության պահպանման մասին։ Էրզրումի համաժողովը ազգային ուխտի անկյունակար հռչակեց Վաթանը, հայրենիքը, որպես մի ամբողջություն իր բնական սահմանների մեջ, որոնք ներառում էին նաև երկրի արևելյան նահանգները։ Որոշումներում մերժվում էր ցանկացած անդամահատում, մանդատ, պրոտեկտորատ, առանձնաշնորհում քրիստոնյա տարրին, քանզի դրանով ոտնահարվեին մահմեդական մեծամասնության քաղաքական իրավունքները և հասարակական հավասարակշռությունը։ Հարց. թողած հսկատարածք Թուրքիան, մայրաքաղաքը, ինչու էին երկրի բախտով մտահոգ գործիչները ժողով գումարել Էրզրումում։ Մտաբերենք, Թուրքիան առաջին համաշխարհայինում Մուդրոսի զինադադարով ընդունել էր պարտությունը։ Հաղթողները քանիցս հայտարարել էին կայսրությունը բաժան-բաժան անելու իրենց մտադրությունը։ Շևքի Փաշային հաջողվել էր Կարսից նահանջելիս պահպանել իր զորաբաժինները։ Հասնելով Էրզրում նա սակայն հրաժարվեց դիմադրության կազմակերպման առաջարկից, ինչը ստանձնեց եռանդուն Քազիմ Կարաբեքիրը, ով նշանակվել էր Վանի Էրզրումի Տրապիզոնի նահանգներում տեղակայված 15-րդ կորպուսի հրամանատար։ Մայիսի 13-ին ժամանելով Կարին նա ուխտեց շարունակել պայքարը, վերադարձնել նվաճված Կարսի Արդահանի Բաթումի գավառները, հրահանգելով գրավել զինապահեստները։ Կարաբեքիրը հասկացել էր, որ դաշնակիցները հոգնել են և հանուն քրիստոնյա հայերի, հույների մեկ զինվոր իսկ այլևս չեն զոհի։ Մյուս թուրք գործիչը, ով բախտորոշ պահին ասպարեզ իջավ, Մուստաֆա Քեմալն էր։ 1919-ի ապրիլի 30-ին նա, որպես գլխավոր տեսուչ, գործուղվեց 9-րդ բանակ։ Նրան հանձնարարված էր կարգ ու կանոն հաստատել Սևծովի ափերին, Անատոլիայում զսպել զինված խմբավորումներին։ Դաշնակիցները բավական ուշ հասկացան, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում Քեմալը, ով Սամսուն ժամանելուն պես կապի մեջ մտավ Կարաբեքիրի հետ, Պոնտոսի լեռներով շտապեց միանալ նրա 18,000-անոց բանակին։ Հունիսի 22-ին նրանց միացան նախկին բարձրաստիճան զինվորականներ, որոնք ստորագրեցին Ամասիայի համաձայնագիրը, իսկ 1919-ի հուլիսի 23-ին գումարեցին Էրզրումի վեհաժողովը, որին հաջորդելու էր Սվազի համագումարը։ Քեմալը կործանումից փրկեց Թուրքիան, եկավ իշխանության գլուխ, վերատիրացավ նախկին տարածքներից շատերին ու 1923-ին հռչակեց Թուրքիայի Հանրապետությունը։ Էրզրումը հիմա այդ պետության 77 նահանգներից, իլերից մեկի կենտրոնն է, սովորական արևելյան հայաթափ քաղաք։ Այստեղ ամենահայկականը ջուրն է, որն ի տարբերություն թուրքական մյուս բնակավայրերի կարելի է ծորակից խմել, ինչպես մեզ մոտ Հայաստանում։ Մեկ էլ կարելի է ընդգծել Էրզրումի լեռնադահուկային կենտրոն լինելը, ինչը դարձյալ հայկական լեռների արդյունք կարելի է համարել։ Չգիտեմ ինչու, բայց տպավորվեցին նաև բազմաթիվ կոշիկ մաքրող փայլեցնողները։ Մենք ընդամենը կարող ենք նստել, թուրքին 2 լիրա տալ ու ասել. «Մաքրիր, լավ մաքրիր», այնպես, ինչպես արել եք 100, 150 ու 200 տարի առաջ։ Սրտի մխիթարանք, չարություն, թե հիմարություն, ուրիշ ոչինչ։ Հեռանում ենք։ Տասնորդ տանը։ Այսպես էինք վերնագրել Արևմտյան Հայաստան ու Կիլիկիա կատարած մեր շրջագայության մասին պատմող ֆիլմաշարը։
Ճամփորդությունն էլ կարծես ավարտվում է, շտապել է պետք։ Նորից շարժվում ենք Կարսի ուղղությամբ, բայց ճանապարհին երկու կարճատև կանգառ ենք նախատեսել։ Սա Բասեն բերդաքաղաքն է, որ հիմա ներկայանում է իբրև փոքրիկ ու մի տեսակ հետամանած բնակավայր Հասան Կալե անունով։ Անցորդներն ու շրջական առանձնապես հետաքրքիր չեն։ Կանգնել ենք գոնե հեռվից դիտելու հնամենի բերդը, որի փեշերին դեռ 100 տարի առաջ փռված էր հայոց թաղամասը։ 1915-ի ցեղասպանությունը ավաղ չշրջանցեց Բասենաբերդն ու Բասենի գավառը։ Փրկվեցին քչերը, որոնց համար հույսի նշույլ էր նույն տարվա հուլիսի 15-ը, երբ գավառ մտան ռուսական զորքերը։ Սակայն հայության, մասնավորապես բասենցիների ուրախությունը կարճատև էր։ Ռուսները 1918-ին ի թիվս այլ բնակավայրերի թուրքերին վերադարձրին Բասեն գավառն ու իրենց հետևից շտապող գաղթականների հետ շարժվեցին դեպի Արևելյան Հայաստան։ Այս լուսանկարն արված է հենց այդ տարիներին։ Նշանավոր Հովվի կամուրջն է, գավառի սահմանը, ուր միախառնվում են մուրցն ու երասխը։ Քանի անգամ ռուսական զորքերն անցան այստեղով, մեկ առաջ, մեկ ետ, եւ եթե դրանցից յուրաքանչյուրը ռուսների համար ընդամենը մարտավարություն էր, հայոց համար հավասարազոր էր ողբերգության։ Հիմա 7-կամար 128 մետր երկարությամբ Հովվի կամուրջը, որին Չոբան Քյոփրուսի են կոչում, պատմական հուշարձանի նշանակություն ունի։ Թուրքերը նորոգում են տեղացի եւ օտարերկրյա զբոսաշրջիկներին պատմելու, որ իբր 13-րդ դարում իրենց ճարտարապետ ու շինարար նախնիկ են կառուցել։ Մենք կարդում, լսում, տխրում ենք, չէ որ գիտենք, այն դեռևս 2-րդ դարում կանգնեցվել է հայոց արքա Վաղարշակ II Արշակունու հրամանով։ Ձեր նախնիկ ընդամենը քանդել, ավիրել են, ապա այս երկրին տիրանալուց հետո գուցե վերականգնել, ինչպես դուք հիմա։ Գնում ենք առաջ։ Մնացել է ընդամենը մի կարևոր այց, մի վայր, որ սրբատեղի նշանակություն ունի հայերիս համար, մի քաղաք, որի մասին անթաքույց հպարտությամբ ենք խոսում, որին երբեք չտեսած կարոտել ենք, որի անունով մեր դուստրերին ենք կոչել, որի համար թախծել, տխրել, գուցե արտասվել ու ողբացել ենք։ Գնում ենք Անի։ Իսահակյանն ասում էր, թե այստեղ զգում եմ ինձ հպարտ, ազատ, վեհ, մտքերս թռիչք են գործում, ճնշում չկա ուսերիս վրա, հորս տանն եմ, դարերով հորս տանը, թվում է, որ միշտ այստեղ եմ գտնվել, այստեղ եմ հասակառել եւ հավիտյան այստեղ եմ լինելու այս հավիտենական գեղեցկության հետ։ Իսահակյանը երևի այլ կերպ չէր կարող ասել, որպես բանաստեղծ նման կերպ պիտի արտահայտվեր։ Ինչ է անի մեզ համար, ավերակված, լքված, ուրիշին թողնված իրողություն։ Անիում բոլոր այն զգացողությունները, որն ապրել էինք Կարսում, Էրզրումում, Մուշում, Կիլիկիայում, կարծես ավելի են սրվում։ Ուզես չուզես, մտովի կռիվ ես տալիս պապերիդ հետ, անպատասխան հարցեր ուղում ու անընդհատ նայում սահմանից այս կողմ, ուր ներկայիս Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը, մեր փոքրիկ սիրելին, որից անիներ, կարսեր ու էրզրումներ այլևս պոկելու, ուրիշին տալու, թողնելու, զիջելու իրավունք չունենք։ Թուրքերն Անիում հիմա նորոգումներ են անում, Անին իրենցն է։ Մենք ենք, որ Անիի մասին խոսելիս ասում ենք, թե գտնվում է Այրարատյան աշխարհի Շիրակ գավառում, որպես մխիթարանք նշում, թե Գյումրիից ընդամենը 40 կիլոմետր է հեռու, որ այստեղ մերոնք դեռևս վաղնջական ժամանակներում են բնակավայր ու բերդ կառուցել, որ 4-ից 8-րդ դարերում հայոց կամսարական իշխաններինն է եղել, ովքեր վաճառել են Բագրատունիներին, սրանք էլ բերդը դարձրել են քաղաք, ապա 10-րդ դարում հռչակել մայրաքաղաք ու կաթողիկոսանիստ, վերածելով Հայաստանի քաղաքական ու մշակութային կյանքի, արհեստագործության ու առևտրի ամենահայտնի կենտրոնի։
Աշոտ II երկաթ մականունով արքան է 936-964 թվականներին կառուցում պարիսպների առաջին շերտը, ևս մեկը 25 տարի անց Սմբատ II-ը, ու այս երկշերտ պարիսպները այլ ամրությունների ու բնական անանցանելի կիրճերի հետ միասին անին իսկապես դարձնում են անառիկ։ Ու ծաղկում է քաղաքը, բնակչության թիվը հասնում է 100,000-ի։ Ամեն օր տասնյակ քարավաններ են մուտք ու ելք անում, ծավալվում է ներքին ու արտաքին առևտուրը, զարգանում արվեստներն ու արհեստները, շենքեր, ապարանքներ, բնակելի թաղամասեր ու տասնյակ եկեղեցիներ են կառուցվում, որոնք այնքան շատ էին, որ պատկերավոր անին կոչում էին 1001 եկեղեցիների քաղաք։ Ամենամեծն ու հռչակավորն իհարկե Սուրբ Աստվածածին Մայր տաճարն էր, որի շինարարության նախաձեռնողն ու մեկենասը Սմբատ II արքան էր, մահվանից հետո Գագիկ I-ի կինը Կատրամիդե թագուհին։ 1001 թվականին շահագործման հանձնված եկեղեցին այսօր էլ վեհաշուկ ու պատկառազդու է։ Հոգ չէ, որ գմբեթը վաղուց ավիրվել է, որ պատերը խարխուլ են։ Մենք չէ, օտարազգի մասնագետներն են ասում, որ հենց Մայր տաճարն է եվրոպական երկրների եկեղեցական ճարտարապետության գոթական ոճի նախատիպը, որ հենց Տրդատ ճարտարապետի հորինվածքներն ու լուծումներն են կիրառվել արևմտյան պետություններում։ Մյուս եկեղեցիներն էլ փառահեղ են եղել՝ Տիգրան Հոնենցի, Փրկչի, Առաքելոց, Գագկաշեն եւ այլն, բոլորը չթվարկենք, սակայն փառահեղությունից մնացել են միայն կիսականգուն, խոնարհված պատեր, հողի տակ անցնող հիմքեր, փլվող կամարներ ու բոլորը միասին ճնշող ու ծանր տպավորություն, ազդեցություն են թողնում։ Երբեմնի քաղաքամայր Անիի, երբեմնի Սալահատակ, հիմա Արահետի վերացված փողոցներով շրջելը առանց հուզմունքի ու ցավի անկարելի է։ Անին 1045-ին գրավեցին բյուզանդացիք, 20 տարի անց սելջուկները, Զաքարյանների գլխավորած հայ-վրացական զորքերը 1200-ականների սկզբին ազատագրեցին այն, բերելով քաղաքի երկրորդ վերելքի ժամանակաշրջանը, սակայն 1236-ին զիջեցին մոնղոլներին ու Անին կամաց-կամաց սկսվեց կործանվել։ 16-րդ դարում ընդամենը գյուղ էր, 18-րդում ավերակների կույտ։ Ճիշտ է, 1878-ին այս տարածքներն անցան Ռուսաստանին, պեղումներ ու հետազոտություններ անելու հնարավորություն եղավ, բայց 1921-ին բոլշևիկները հայկական շատ բնակավայրերի թվում Անին նույնպես հանձնեցին Թուրքիային, հայրին թողնելով միայն Անին կարոտելու, Անիի մասին երգելու, երազելու թույլ տվությունը։ Ինչու ենք այսքան սիրում այս ավերակ քաղաքը, մի տեսակ այլ կերպ։ Կոնկրետ պատասխանը ես էլ չգիտեմ, անկեղծ եմ ասում։ Սնահավատ չեմ, բայց հավատում եմ, որ դրանում մի թաքնված խորհուրդ կա, ինչը ընդգծելու համար ինքը Անի քաղաքը տարօրինակ ձևով զգացնել է տալիս։ Մեր ճամփորդությունը կազմակերպել էր մի զբոսաշրջային կազմակերպություն, որն այդպես էլ կոչվում է Անի տուր։ Այդ օրը հանգրվանել էինք Կարս քաղաքի հյուրատներից մեկում, որ կրում է Grand Անի անունը։ Ճամփորդության վերջին օրը մեզ մոտ մնացել էր ընդամենը մեկ հայկական ըմպելիք՝ կոնյակ, որի անունը կռահեցիք Անի էր։ Ու այդ օրը Անի քաղաքում Grand Անի հյուրանոցից գալով Անի տուրի զբոսաշրջիկների հետ միասին Անի կոնյակ բացեցինք եւ օգտվելով հանգամանքից, որ Անի քաղաքում հայկական հեռախոսային ընկերությունները հասանելի են, զանգահարեցի տուն, շնորհավորելու դստերս ծննդյան տարեդարձի առթիվ, որ հենց Անի քաղաք այցելելու օրն էր։ Ու իմ զանգը լավագույն նվերն էր նրա համար։ Երևի ավելորդ է ասել, որ աղջկաս անունն է Անի։ Տարօրինակ ժողովուրդ ենք,
Կորցրած երկրի կարոտը մեր երեխաներից ենք ուզում առնել ու մեր կարոտը փոխանցում ենք նրանց։